Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սա TV Travel ճամփորդական նախագիծն է, ես ճանապարհորդ Նորոն եմ, մենք Հնդկաստանում ենք եւ անցնում ենք ոսկե եռանկյունիով։ Այս պահին գտնվում ենք նրա երկրորդ քաղաքում, Ագրայում։ Այստեղ ենք տեսնելու Կարմիր ամրոցը եւ Թաջ Մահալը։ Ագրայի խորհրդավոր ու կարևոր կառույցներից մեկն է համարվում Կարմիր բերդը, որը ամենազբոսաշրջային վայրերից մեկն է Թաջ Մահալից հետո։ Հիմա գնանք ու տեսնենք այս գեղեցիկ կառույցը։ Կարմիր բերդը գտնվում է Թաջ Մահալից ոչ հեռու, ընդամենը 2.5 կիլոմետր հեռավորության վրա։ Պալատական համալիրը հանդիսանում է խոշորագույնը եւ կարևորագույնը Հնդկաստանում։ 16-րդ դարում մահմեդական բանակները գրավեցին հնդկական դրախտը։ Մշակույթը ոչնչացնելու փոխարեն նրանք այն դարձրին իրենցը, վերափոխելով Հնդկաստանը։ Ագրա քաղաքը գտնվում էր երկու առևտրային ուղիների խաչմերուկում, ուստի այն միշտ լի էր քարավաններով ու շուկաներով, ինչպես նաև հազվագյուտ ու էկզոտիկ արհեստների արհեստանոցներով։ Ագրայում հսկայական գանձեր էին պահվում, որն իր հերթին գայթակղիչ էր հյուսիսային մոնղոլների համար։ Նրանք քշեցին իրենց հնդիկ մրցակիցներին եւ ամբողջ 300 տարի թագավորեցին թերակղզում։ Կարմիր ամրոցը ոչ միայն Ագրայի, այլ առհասարակ Հնդկաստանի զարդերից մեկն է համարվում, քանի որ այն ճարտարապետությունը, որ ունի այս ամրոցը, տարբերվում է ու միանշանակ առանձնահատուկ է ողջ Հնդկաստանում։ Երկրաչափական ու բուսական պատկերավորումներ, մարդկանց ու կենդանիների պատկերներ։ Իմիջիալոց ասեմ, որ սա ի սկզբանե եղել է որպես ռազմական կառույց, այս ամբողջ գեղեցկությունը կառուցվել է ռազմական նպատակով, բայց հետո դարձել է նաև ինքը պալատ ու Շահ Ջահանը հենց այստեղ է անցկացրել իր կյանքի ողջ տարիները, մինչև անգամ այստեղ բանտարկված է եղել նա, բայց ինչն է կարելի է ասել շատ մտահոգիչ ու չգիտեմ հակասական, այն որ այս պարիսպներից դուրս տիրում է տոտալ աղքատություն, պարիսպներից ներս հարստություն, գեղեցկություն ու շքեղություն։ Ուրեմն այս շատ մեծ կացան, որ տեսնում եք քարից, սա լողավազան է եղել, Ջահանգիրի լողավազանն է եղել, մինչև անգամ այնտեղ աստիճաների տեղ է կտեսնեք, որ այնտեղով բարձրացել է ու ներս է մտել, որտեղ բավականին բարձր է։ Ես ենթադրում սրա մեջ մի քանի տոննա ջուր է լցվել, ամեն դեպքում թագավորական կյանք է ունեցել մեր Ջահանգիրը։ Մալադեց։ 1565 թվականին Ակբար մեծի կառավարման ժամանակներում հին աստղագուշակները աստղերով հաշվարկել էին բարենպաստ իրադարձություններ։ Եվ երբ եկավ լավագույն պահը, 3000-ից 4000 մարդ սկսեց աշխատել Կարմիր ավազե քարի պալատի կառուցման վրա։ Աշխատանքները ընթանում էին մեծ արագությամբ եւ ընդամենը 8 տարի անց Հնդկաստանի ամենատպավորիչ կառույցը պատրաստ էր։ Ակբար մեծը հրավիրեց լավագույն արհեստավորներին եւ գորգագործներին զարդարելու իր շքեղ դղյակի սենյակները։ Միջին Ասիայի արհեստները կատարելապես միահյուսվել են Կարմիր բերդի քարե աշխատանքներում։ Մեծ Ակբարն իր կայսրությունը մեծացրեց 3 միջոցով՝ պատերազմով, խաղաղությամբ եւ ամուսնությամբ։ Նա ուներ մոտ 300 կին եւ մոտ 5000 հարճ։ Ակբար մեծը մահից առաջ գահը փոխանցելու նպատակով որդիների համար կազմակերպեց մրցույթ։ Որդիները կռվեցին փղերի վրա, մի եղբայրը մյուսին գցեց եւ այդ գնով դարձավ տիրակալ հորից հետո։ Այստեղ ոչ մի պատահական բան չեք տեսնի, ամեն ինչը հաշվարկված ու, ասենք ասեմ, շատ շքեղ է։ Դռները, քանդակները,
այս բոլոր երիզները խելագարություն աղաք, ես կարող ես ժամերով կանգնել ու նայել ու մտածել, թե ինչպես են կարողացել այս ամբողջը անել, իհարկե նշեմ, որ ոչ միայն տեղացի քանդակագործներն են այս ամբողջը ստեղծել, այս հրաշքը, այլ նաև տարբեր երկրներից եկած, մի խոսքով սա կարելի ասել համաշխարհային մշակույթի գլուխգործոցներից մեկն է, քանի որ այստեղ աշխատել են տարբեր ազգի հանճարներ։ Ուրեմն քանի որ մենք գտնվում ենք Ջահանգիրի պալատում, մի հետաքրքիր պատմություն առասարակ Ջահանգիրի կյանքի մասին։ Ուրեմն քանի որ ինքը մնում էր հենց այս հատվածում, իսկ քանի որ ինքը թագավոր էր եւ իրեն քնից հանելը առավոտյան դա ճիշտ չէր, սխալ էր համարվում, գուցե մարդիկ դրա համար պատժվեին, դրա համար կար մշակված ձև դրան քնից հանելու, այսինքն մշակված զարթուցիչ Ջահանգիրի համար, այսպես կարելի ասել։ Ուրեմն կանայք, ովքեր որ իրենց ոտքերին կրում էին երկաթներ, այսպես երկաթներ, եւ նրանց քայլելուց կամ վազելուց այդ երկաթները ձայն էին հանում, ասում են հաճելի ձայն, նրանք պալատի այս հատվածից մուտք էին գործում ու անցնում էին մյուս կողմ, դրա համար այս հատվածում դատարկ տարածություն է, այս դեպի ձախ դատարկ տարածություն է, այսպես այդ կանայք վազում էին եւ այդ երկաթներից ստացած ձայնը Ջահանգիրին քնից հանում էր։ Միայն այդ դեպքում կարելի էր Ջահանգիրին հենց այդ ձև քնից հանել։ Ով կա։ Հիմա չի գործում այդ կանոնը, այստեղ ոչ ոք չկա։ Խոսքը հենց այս դռների մասին էր, մեկ եւ մյուս կողմում երկրորդը, հենց այս դռներով են մտել այն կանայք, ովքեր որ Ջահանգիրին քնից հանել են իրենց ոտքին ամրացված երկաթներով։ Կարմիր ամրոցը գրեթե ամբողջությամբ կառուցված է կարմիր ավազաքարից, դրա համար կոչվում է կարմիր ամրոց, բայց ունի նաև այսպիսի գեղեցիկ հատված, որը ամբողջությամբ մարմարից է ու բավականին յուրահատուկ խորագույնություններով։ Իհարկե արդեն առաջին անգամ չէ, որ պետք է զարմանանք Հնդկաստանում այսպիսի հրաշք ճարտարապետության վրա։ Ստեղից եւս երևում է Թաջ Մահալը, միշտ կարելի է հիանալ իրենով ու անպահը պետք է բաց չթողնես, որպեսզի վայելես այս հրաշք կառույցը։
Եթե որոշել եք բացահայտել Հնդկաստանը, իրականացնել ձեր երազանքը եւ տեսնել Թաջ Մահալը, ապա առաջարկում եմ, որպեսզի միանաք Sputnik Armenia Tour օպերատորի եւ իմ կողմից կազմակերպող խմբային ճամփորդություններին։ Մենք կազմակերպում ենք խմբային ճամփորդություններ դեպի Հնդկաստան եւ աշխարհի տարբեր երկրներ։ Այնպես որ սիրով ձեզ սպասում ենք մեր խմբային ճամփորդությունների ընթացքում։ Ագրայի բերդի ամենայուրահատուկ պահերից մեկը, տեսարաններից մեկը դա այն է, երբ քո առաջ բացվում է Թաջ Մահալը, այսպիսի հեռավորության վրա, բայց բավականին շքեղ ու յուրահատուկ, ու ստեղից նայելով հասկանում ես այն պատմությունը, որ Ջահանգիրը երբ բանտարկված էր եւ ինքն էր կառուցել Թաջ Մահալը իր կնոջ համար, իր կինը այնտեղ էր թաղված, նա այստեղից Թաջ Մահալին նայելով սիրահարված լինելով Թաջ Մահալին մահանում է ու աչքը Թաջ Մահալի վրա մնացած իրոք որ շքեղ տեսարան է ու շատ դաժան կլինի երբ դու կառուցես մի բան որին կարողանաս այդքան հեռվից տեսնել ամեն օր որ ասում եմ շքեղ է այս կառույցը, ուրեմն այս հատվածը մարմարը փորագրված է եւ ներսում այդ փորագրության ներսում արդեն տարբեր գույնի քարերով հարված են զարդանախշերը, ցի բուսական զարդանախշեր են, որոնք որ բավականին տպավորիչ են։ Հերվից նայելիս մտածում ես դա նկարած է, պատերի վրա նկարած է, բայց երբ որ մոտենում ես, նկատում ես թե ինչ հզոր աշխատանք է ստեղ կատարված։ Ես որոշել եմ նաև մի հետաքրքիր բան պատրաստել Հնդկաստանում։ Դրա համար եկել եմ այստեղ հյուրատուն, որտեղ ինձ ասել են, որ կպատրաստեն հնդկական համեղ ուտելիքներից մեկը։ Գնանք ներս։ Ինձ արդեն սպասում են, գնամ պատրաստելու կարին։ Hello, namaste. How are you? Thank you. Իսկ հիմա տանտիրուհի Կալյանեի հետ պատրաստում ենք կարի, կարին Հնդկաստանում բավականին տարածված ուտելիք է ու նաև ունի իր տարբեր ձևերը, այսօր դրանցից մեկն ենք պատրաստում, մենք խնդրենք, որպեսզի նա ներկայացնի, թե ինչպես են պատրաստում կարին։ Թալի կեսով լցնում եմ արդեն ձեթի մեջ, հետո գալիս է նրան տապակվելուց հետո մի փոքր, հաջորդում է արդեն սոխը, որը աղացած սոխը։ Սա սխտոր է, աղացած սխտոր է։ Կուրկուման, իստումա կուրկուման բոլորիդ հայտնի է։ Կարմիր կծու պղպեղը։ Կորիանդր։ 7 տեսակի համեմունք է լցում այս ուտելիքի մեջ ու բավականին դրա համար սուր համերով, արտահայտված հոտերով համեմունք է ինքը ստացվում։ Տոմատի մածուկն է, աղ ենք ավելացնում ենք ոլոր,
Սպասենք 8 րոպե կարիի պատրաստմանը, որից հետո արդեն կանցնենք հացի պատրաստմանը, որ ամբողջապես կարողանանք վայելել կարին։ Ուրեմն հիմա տան տիրուհու արդեն մայրիկը պատրաստում է հացը, ալյուրը սովորական ալյուրի վրա ավելացրեց աղ ու բնականաբար ջուր, ինձ թվում է հացի պատրաստման մեջ որպես այդպեսին ինչ որ առանձին գաղտնիքներ չկան, քանի տան կանայք պատրաստում են ուտելիքը, ես մի ներկայացնեմ թե ինչ կատարվեց հենց նոր մեր կարիի հետ, ուրեմն քանի որ բոլորի հատիկները արդեն վեր էին բարձրացել, այդ ժամանակ պետք է ավելացնես արդեն պանիրը, պետք է որ տապակած վիճակում է, պետք է ավելացնենք կանաչիները, մասնավորապես համեմ, պետրուշկա ու նաև դրա վրա ավելացրեցինք համեմունք Սիմանից ցույց տվեց թե ինչպես են պատրաստում հացը, իսկ հիմա փորձեմ ինքս պատրաստել դա։ Իհարկե խմոր բացելու ձևը ես լավ գիտեմ։ Իսկ արդեն մեր ստացած կլորը գնում ենք արդեն տապակվելու, այսպես։ Հիմա ամենաշատը իմ դուրը եկավ, որ երբ որ իրեն հանում եմ ու դնում եմ կրակի վրա ու սկսում եմ ուռել ինքնուրույն։ Հիմա պետք է ստեղ դնենք, գնացին։ Yes. Yeah, perfect. Ինձ նոր ասեցին, որ ինձ մոտ ստացվում է լավ ստացվում հաց թխելը ու եթե ինչ գործերս վատ գնաց, գալու եմ Հնդկաստան հաց թխելու։ Այնպես որ դիտեք մեր հաղորդումները կիսվեք տարածեք, որպեսզի գործերս առաջ գնա ու ես չգամ Հնդկաստան հաց թխելու։ Երկու հաց թխելուց հետո արդեն կովի կաթից պատրաստված կարագը լցնում ենք հացի վրա մի փոքր ու Կարին արդեն պատրաստ է, այնպես որ գնանք նստենք եւ սպասենք մատուցմանը։ Իմ ուտելիքը արդեն պատրաստ է, իմ ափսեն ոչ միայն կարի է, այս ափսեն կոչվում է թալի, ուրեմն սա այն կարին է, որով մենք պատրաստել էինք, ոսպի ապուր է, ստեղ մեզ մոտ սմբուկ է, տապակած, իսկ մենք էլ նմանատիպ բան ունենք, եւ կարտոֆիլը, էլի լիքը համեմունքներով, դե իհարկե բրինձ ու այն հացը, որը որ մենք պատրաստեցինք, իսկ հիմա փորձեմ տեսնեմ ոնց է ստացվել։ Վատ չի ստացվել մեր կարին։ Իհարկե կարծում եմ, որ մի քիչ պետք է ինքը ավելի պինդ լինի, ավելի երկար պետք է եփված լիներ, բայց ամեն դեպքում եթե որոշել եմ, որ այդպես պետք է մատուցվի, բան չեմ կարող ասել։ Այստեղ մեզ մոտ արդեն ոսպ ապուրն է։ Կրկին համեմունքներով լի, այստեղ սմբուկը, սմբուկը երևի ամենամոտն էր իմ համային բանին, սովորություններին, ու կարտոֆիլը համոզված եմ լիքը համեմունքներով, չեմ սխալվում, ու կարտոֆիլը, այս ամբողջը կարելի է, չնայած որ կծու էր, բայց կարելի է ավելի կծվածնել մանգոյով, այսպիսի մանգո ունեն իրենք, մանգոն իրենք մարինացնում են, կծվով, չիլիով ու համեմունքներով ու դա օգտագործում են ճաշատեսակների մեջ և իհարկե արդեն ստեղ չիլին, մի խոսքով կծու և լիքը կծու, համեցի ակում տեն, եկեք նստեք, ձեզ համար էլ է դրած, ձեզ համար էլ են պատրաստ, եկեք կերեք, արի ուտեն գնանք ստեիս։ Հիմա ստուգենք տեսնենք, թե ինչ համար է ինձ բաժին հասել։ Եկեք։ Բավականին հարմար։ Ուրեմն Հնդկաստանում շատ կարևոր է, որպեսզի գիշերեք կոմֆորտ ու մաքուր հյուրանոցներում, քանի որ ծանրաբեռնված օրվանից հետո շատ կարևոր է այդ հանգիստ միջավայրը, որտեղ ձեզ լավ կզգաք, հարմար կզգաք ու կկարողանաք լիարժեք հանգստանալ ու պատրաստվել հաջորդ օրվան։ Եթե որոշել եք բացահայտել այս յուրահատուկ երկիրը, մարդկանց, խոհանոցը, կոլորիտը այն ամենը ինչ կատարվում է այստեղ, ապա առաջարկում եմ ձեզ, որպեսզի միանաք իմ եւ Sputnik Armenia Tour օպերատորի կողմից կազմակերպող խմբային ճամփորդություններին, թե դեպի Հնդկաստան եւ թե աշխարհի տարբեր երկրներ։ Այնպես որ միացեք մեր խմբային ճամփորդություններին ու բացահայտեք աշխարհը մեզ հետ միասին։ Սիրով կսպասենք։ Սիրելի հեռուստադիտողներ, մեզ մոտ գաստրոնոմիկ հրաշքների երեկո է հյուրանոցի խոհանոցում
մեզ թույլ են տվել, որպեսզի ձեզ ներկայացնենք պանիպուրին։ Եղեք ինձ պետք է օգնեն այդ հարցում։ Ուրեմն Հնդկաստանի փողոցներում բավականին շատ կնկատեք այսպիսի գնդիկներ լիքը, ու մարդիկ, որ այս գնդիկները ասենց ուտում են հետո, ես փողոցում չհամարձակվեցի դա համտեսել, դրա համար ինձ հետաքրքրեց ներսում դա անել, դրա համար հիմա ես իմ ձեռքով կպատրաստեմ պանիպուրի, ինձ կօգնեն տղերք, I'm right? Yeah, Perfect. Այսպիսի գնդիկներ են, որոնց ներսում դատարկ է, ու ծակելուց հետո արդեն կարողանում ես սրա մեջ լցնել տարբեր տեսակի բաներ ու համտեսել։ Հիմա առաջարկում եմ պատրաստել ու ըմբոշխնել։ This potato? These are potatoes. Yeah. Inside also. Okay. How? Yeah. Yes. Yeah. Ուրեմն ձեռքով պետք է վերցնենք կարտոֆիլը, լցնենք մեր Little bit onion. այս կաղապարի մեջ, հետո լցնում ենք սոխը մի քիչ, And tomato also. մի քիչ տոմատ ենք լցնում, Little bit of green chili. կանաչ չիլի ենք լցնում մի քիչ, այնպես որ չմեռնենք, ասի Հակոբի համար ենք սարքում։ It's a yogurt. One is Yogurt? Yeah. Yes. One is Okay. Մածուն ասա, yogurt, մի քիչ sense լցնում ենք ստեղ։ Ուրեմն կծու ջուր, այսպեսի կծու ջուր ունենք, հետո լցնում ենք կանաչին։ Ուրեմն հիմա համտեսենք, տեսնենք ոնց է ստացվել մեր պանիպուրին։ अपने हाथ में बनाया है। Is water. Այնպես որ խորհուրդ եմ տալիս գալ ու համտեսել պանիպուրի։ Yes. This is պանիպուրի։ This is Panipuri. 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 Yes. Come to India. Սիրելի հեռուստադիտողներ, մենք Ագրայում ենք։ Սա երազանքի իրականացում էր, եւ մենք մեր ճանապարհը շարունակում ենք Ոսկե եռանկյունու 3-րդ քաղաք՝ Դելհի։ Մեզ սպասվում է խելահեղ ճամփորդություն մայրաքաղաքով 1։ Կբացահայտեմ հին Դելհին։ Նախ կսովորեմ վարել քաղաքի հնագույն տրանսպորտային միջոցը։ Ողջույն սիրելի։ Ես ճանապարհորդ նորոն եմ, sorry։ Այնուհետև կշրջեմ արկածաշատ փողոցներով ու կայցելեմ լեգենդար Կարմիր ամրոցը։ Իսկ օրվա ավարտին կմասնակցեմ հնդկական հարսանիքի։ Էսի լուրջ պատիվա, նորավոր աղբերս։ Հետևեք մեզ սոցիալական տարբեր հարթակներում՝ YouTube-ում, Instagram-ում եւ Facebook-ում։